Ողջույն ընկերներ։ Ես այսօր աշխատելու եմ կրկին անգամ առաքիչ։ Խնդրում եմ մի հատ sense անցկացրեք ձեր մտքում, հիշեք ինչքան բարդ էր։ Շոկա։ Ոտքս ոնց էի ցավեցրել ու ընդհանրապես ինչքան խնդիրներ եղան եւ ես մտածում եմ որ կողքից երևի թե թվում է որ ես հնարավոր է չափազանցնում եմ կամ ինքը իրականում այդքան էլ բարդ չի եւ որոշեցի որ պետք է ունենալ մեկին հյուր ով կանցնի կրկին անգամ այդ ամենի միջով բայց քանի որ ես ազնիվ մարդ եմ ես էլի կանցնեմ այդ ամենի միջով իր հետ հավասար ու կտեսնենք իրականում ես էի չափազանցնում խնդիրը ես էի թե իսկապես բարդ աշխատանք է հիմա գնում ենք որ տեսնենք ում եմ ընտրել այս աշխատանքի համար ամենաանսպասելի մարդն է 3 2 1 Կարո Այրումյան բարև ձեզ Տորագրում ես դու իմ տանջանքի տակ Այսօր Երևանի ամենաշոկ օրն է Խաբել եմ Խարդատություն Մանքատին վերես Բայց ինչ ուշացում է Ուշացել եմ արդեն Ես ինչ խառն ամեն ինչ արդեն ես գժվում եմ Շատ լավ սկսեց օրը, շնորհակալ եմ, անկեղծ շատ Պատրաստ ես։ Ավելի քան պատրաստ եմ մեր Բայց դու ինչ ես մտածում, անակ հեշտ է լինելու, թե բարդ է միջին, ինչ աշխատանք է առաքիչ։ Շատ բարդ է լինելու կարծում եմ, այո։ Իսկ նայել ես իմ թողարկումը առաքիչի։ Եթե ոչ, կարող ես գնալ, ես կմտածեմ այլ հյուր։ Վերը շատ հաճելի է։ Չեմ, անկեղծ կնայեմ այսօր։ Սկսենք, գնում ենք պատրաստվենք, գնում ենք հասկանանք ինչ ոնց եւ այլն, ու սկսենք քեզ մարտահրավեր եմ նետում իրականում։ Նետում։ Գիտես ինչ եմ առաջարկում մեր, որ մի քիչ ավելի հետաքրքրացնենք ու տեսնենք թե մեզանից ով է ամենապրոֆեսիոնալ առաքիչ օրվա վերջում, արի մրցենք իրար դեմ, տեսնենք ով ավելի շատ գումար կկարողանա աշխատել։ Ինչ կասես։ Մեկը ես եմ, շատ աշխատելու կարիք չկա։ Արի թող հետևորդները փորձեն գուշակել մեկնաբանությունների բաժնում։ Գրայիր թե քո կարծիքով ով ամենաշատ գումարը աշխատելու։ Գրահեք, բայց զգուշ եղեք գրահելուց առաջ։ Ձեզ Բարև ձեզ։ Լավժան դուք եկել եք Բայերում աշխատելու, քանի որ մերի հետ եք եկել, մերին արդեն բավականին երկար փորձ ունի մեզ մոտ աշխատանքային։ Բայերը առաքումների on-line հարթակ է, որ զբաղվում ենք առաքումներով տարբեր սննդի կետերից։ Ինչ է սպասվում իրան։ Ունենք նաև տարբեր տրանսպորտային միջոցներով առաքումներ, թե մեքենայով։ Չենք գցի չէ ավտոյի տակ ինձ։ Կարծում եմ չէ։ Դինում է տես դեպքեր, հա։ Մերի փորձից մերին է մարդկություն անցած այն։ Բայց ջարդեցի ոդքս։ I'm getting so nervous. Ոտից նենց եմ խփել։ Եթե զգաք կեսից հանկարծ շոր չի ստացվում իրա մոտ եւ այլն, ինձ անգեք ես կզբաղվեմ, արդեն cancel կանենք իրան որպես առաքիչ։ Շատ լուրջ հակառակորդ ունես բար։ Արդեն գնում է, տեսեք, զգուշ ոդքը չջարդես մենակ։ Ինձ հեռախոսամար կնշեք կարոջան։ Այո, բոլորդ էլ լսեք։ 055 Դու չգիտես հիմա ինչ է, ստորագրում ես դու հիմա տանջանքի տակ։ Սխալը։ Ես ասել ուզում եմ տենց լինի։ Աշխատանքային դաշնա, այստեղ տեսնելու եք դուք ձեր ընթացիկ նոր պատվերները։ Բան չի հասկացել հաստատ։ Հաշվացված եկամուտը դա այն գումարն է լինելու, որը դուք բավարարեք։ 13 hours later. Վերցնելու ժամանակահատված location-ը։ Ատում եմ հաշվիչ։ Շատ էլ ինֆորմացիան ինչ խոսք Իսկ ինչ ես հիշել ինֆոից։ Որ չի կարելի ուտել վրայից Կարոյի համար նարնջագույնը չունեք, շնորհակալություն։ Ինքը շատ սիրուն է, շատ պուճուր, հարմար, շատ։ Սկսեցինք Ֆու Ես պատրաստ չէ ես ամեն ինչին անկեղծ ասած ամենամեծ մտավախությունս այն է որ մեքենայի տակ չընկնեմ ու ամեն ինչ ապահով անցնի Աստվածի մեծ գնացինք Ես արդեն պատրաստ եմ, գտնվում եմ Երևանի կենտրոնում, հավելվածը այստեղ մոտս բաց է, ես դեռ սպասում եմ պատվերի, հենց գա արագ վերցնում եմ, գնանք ուտելիքը վերցնենք, տանենք պատվիրատուներին։ Եկավ, հենց խոսացի պատվեր գալուց միանգամից եկավ։ 2:52 պետք է այնտեղ լինեմ, ունեմ ընդամենը 10 րոպե ժամանակ, պետք է չուշացնեմ ոչ մի պատվեր։
Ես բայ եմ, ասեն թիվը, շնորհակալություն։ Պատվերը արդեն ինձ ձեռքերում է։ Հակում ենք, որ տաք մնա։ Որը շատ մոտիկ է, կպած։ Դաժե ոտով կարող գնանք, սենց ասեմ, եկեք արագ տանենք, տեսնենք երկրորդ պատվիրատուն ինչ ռեակցիա կտա։ Նայեք, հեսա ինչ կայծակնային արագությամբ եմ հասցնելու այս պատվերը։ Օպա, այս ինչ շոկ է, հավատը չի գալիս, որ ես արդեն տեղում եմ։ Գիտեք ինչ երջանիկ եմ հիմա։ Արագ քարտով, հա։ Ալո, բարև ձեզ։ Վերելակը ոնց կարող եմ բարձրանալ վերելակով։ Կոդով չի, իրանք պետք է այդտեղից ցույց տան։ Եթե մարդ չկա, ես գիչնեմ։ Կներեք, բարև ձեզ։ Ոնց առաքում եմ բերել, ոնց բարձրացնեմ վեր։ 6-րդ հարկ տուն 22։ Իշտեն տանեն, չեք կարա բացեք լիֆտը։ Ասեցի արդ։ Լավ, այ չեք։ Բարև ձեզ։ Գիտեմ, դες քնած մի հատ մարդեր ասեց, թող իրանք գան վերցնեն պատվերը, չեմ բացի։ Լիֆտի դուր։ Մերսի, հաջողություն։ Արոն գնաց, մնացի ես։ Տորը ես տալի կարող։ Հա, ոնց որ սենց ինքը գնա, մի քիչ աշխատի, որտեղ մեկը չի հասնելու։ Կարող ենք ոդկով մենք գնալ առանց համակարգ։ Մյուս պատվերը եկավ, հենց հիմա ընդունում ենք, էսա, նոր պատվեր, գնացինք։ Ընդամենը 9 րոպե ունեմ, որ հասնեմ ընդեղ։ Գնացինք դեպի խանութ, գնացինք շտապում ենք։ Ստեղից 3 րոպեա բախտներս բերեց բավականին մոտիկ է։ Ընդամենը 2 խաչմերուկ պետքա քշենք ու հասնում ենք երկրորդ ռեստորան։ Գնացինք։ Իդեպ մի հատ շատ վատ բան կա, այսօր Երևանի հուլիս ամսվա ամենաշոկ օրն է պաշտոնապես, ինչը բավականին բարդացնելու է մեր գործը։ Ուզում եմ սառը ջուր վրաս իցնեմ։ Մերսի շատ։ Ժողովուրդ, ուշացել եմ արդեն, 2:52 պետք է այնտեղ լինի, արդեն 2:53 է։ Ուղղակի գազ եմ տալի ես, որովհետև էլ չեմ կարող ուշանամ այսքանից ավել։ Պատվեր կա 9200։ Շատ լավ։ Ես հիմա չգիտեմ որտեղ եմ մոտնալու, որտեղից եմ վերցնելու, բայց հուսանք հեշտ է լինելու այս process-ը։ Դե որտեղից եմ վերցնում, լավ։ Աշխարհը պետք է հիանա ձեզ։ 10 րոպեա ուզում եմ պատվեր վերցնեմ, չեմ կարող։ 10 րոպեա։ Ես հիմա անիմաստ ուշացնում եմ պատվերը։ Ու իմ պատճառով չի։ Ստեղից պետք է վերցնեմ, թե չէ։ Իրանց մոտից վերցնեք արդեն։ Պետք է զանգեինք։ Այս ինչ խառն է ամեն ինչ, արդեն ես գժվում եմ։ Ինձ ասում էին, որ ես լավ լույս եմ արձակում, ոչ միայն արտաքնապես, եւ ես երջանիկ եմ։ Դու մի ասա, առաքիչները ուրիշ տեղից են վերցնում պատվերները, ոչ թե ներսից։ Իմ կոլեգաներ, hi. Today my first working day. Today first time I'm working. It's very hard. It's very hard. Շատ լավ սկսեց օրը, շնորհակալ եմ, անկեղծ շատ։ Վերջապես, պատվերը իմ ձեռքում է։ Շուտ պետք է տանել ու հասցնել։ Սենց է, այս բացում ենք, դնում ենք այստեղ։ Գնացինք։ Ուրա, ոնց ենք եթում հիմա։ Նալբանդյան 106 դրոպ 1։ Ինչքան հնարավոր է արագ պետքա տեղ հասնենք։ Դες ինչ շոկ է։ Օհ, դե բաց ես ինչքան երկար պահեց այս կարմիրը։ Նույնիսկ տեսա խցիկն է տաքացել ու չի ուզում աշխատի Նույնիսկ երթվում եմ հեռախոսը։ թե։ Հասկանաս, նույնիսկ այդ թեթև զեփյուրը մեր համար ասենք ինչ հրաշալի է։ Վայելում ես։ Կարծում ես արդեն տեղում եմ, այս շենքն է։ Այստեղ պետք է զանգեմ 28։ Անջատին վրես։ Բարև ձեզ։ Բերում ենք ձեր ուտելիքը, բերում ենք, տեսնում ենք, չէ՞ ის տեսախցիկով։ Հեսա կապիկություն էի անում դիմացը։ Գնացինք 5-րդ հարկ։ Բարև ձեզ, 8230 դրամ։ Պես չունեմ։ Մերսի։ Ոյու։ 8230 դրամ էր, 10000 դրամ տվեց եւ քանի որ ես մանր չունեի, ես աշխատեցի այստեղ 10000 դրամ թեավճարով։ 9200 կամ 9500 տարը կամ 10000։ Թիպ կմնա քեզ։ Թիպ չի թողի, մարդուն պիտի իր մանրը տամ։ Բայց ախր որ չունես, մանր։ Բայց չեմ կարող ասեմ, չունեմ։ Կարանք ասենք բան, ուղարկենք իր on-line քարտին, օրինակ։ Հա, տենց կարամ, չի վերցնում։ Բան է ուզում ասեի։ Կարամ նստեմ։ Հա։ Համեր բան ունեմ ասելու։
Իմացել եմ, որ BuyAM-ը բարձրացնում է Հայաստանում առաջին on-line մոլն է։ Այստեղ են քաղաքի լավագույն ռեստորանները, դեղատները, մթերային խանութները, այսինքն ցանկացած տեսակի գնում։ Մթերք, դեղորայք, խնամքի պարագաներ, մի խոսքով ամեն բան հնարավոր է տարբեր կայքեր մտնելու, ուղղակի գնալ BuyAM եւ ամեն ինչ պատվիրել հենց այս on-line shop-ի միջոցով։ Երկրորդ ինֆորմացիան, որ ուզում եմ տամ, իմ ամենասիրածն է, որովհետեւ խմբային պատվեր ծառայությունն է, որովհետեւ վստահ եմ շատերս ենք բախվել այդ խնդրի հետ, երբ ընկերներով, գործընկերներով մի խոսքով մի քանի հոգով որոշել ենք որևէ բան պատվիրել եւ այնքան տարբեր են եղել ցանկությունները կամ մեկը պարտադիր ասել է մի բան այստեղ ավելացրու, ես սա եմ ուզում, նա եմ ուզում ու հատկապես վստահ եմ այդ գումար վճարելու պահն էլ լրիվ խառնաշփոթ լինում, մի խոսքով այս ամենը BuyAM-ը մտածել է ու ամեն բան ներառված է մեկ կայքում, այսինքն օրինակ ես ստեղծում եմ պատվերը, հղումը պարզապես ուղարկում եմ մնացած բոլոր այն մարդկանց, ովքեր ուզում են իրենց համար պատվիրել որևէ այլ բան։ Պատվիրում են, առանձին իրենց պատվերի համար են վճարում ու հետո արդեն առաքման համար բաժանվում է ըստ մարդկանց քանակների, մի խոսքով բոլորս վճարում ենք հավասարաչափ առաքման համար։ Իսկ սա իդեալական տարբերակը, որպեսզի խառնաշփոթ չլինի, որ ամեն ինչ լինի հաշտ եւ համերաշխ։ Գիտեք, BuyAM-ում կա նաեւ վերցրու ինքդ տարբերակը։ Սա էլ է շատ հարմար, ասենք աշխատանքից տուն եք գնում, չեք ուզում սպասել հիմնականում ձեր պատվերի համար, դա շատ ծանոթ բան է վստահ եմ բոլորիս, մինչև օրինակ նշված կետ հասելը մեքենայով, գնում եք արդեն ձեր պատրաստ պատվերը վերցնում եք, միանգամից շարունակում եք ձեր ճանապարհը առանց սպասելու, առանց ջղայնանալու, մի խոսքով առանց վատ էմոցիաների։ Եվ ամենակարևորը ստանում եք բոնուս 5-ից 10% cashback։ Այդպես էլի լավ բաներ ունի BuyAM-ը, գնացինք մյուս պատվերին։ Բարև ձեզ, ձեր առաքիչն է պատվերն է մոտեցրել աջ լիֆտով։ Որ աջ երրորդ։ Հա, հարկ երրորդը ստեղ չի։ Ասեց բակից աջ վերջին լիֆտը հարկ երրորդ։ Դա առաջին մուտք ասեց։ Հա, Առաջին մուտքն դրա։ բայց դա ձախ է։ Տեսա որ ձախ է։ Սխալ առաքողը։ Ալո։ Էրիկ ջան, ես ձեր հարկում եմ, ոնց որ ուղղակի չեմ գտնում հատունը։ Այն կողմն է, չգիտես, ես ճիշտ էի գնում։ Բարև ձեզ։ Աջ լիֆտը չէր աշխատում։ Աճը չէր աշխատում, հա, օքեյ։ Դրա համար ընտրական կես կողմով։ Ախպերս։ Քարտով եք վճարել։ Քարտով ա վճարել։ Շատ լավ, merci։ Մի հատ վճարման մանրամասներ կնաս։ Առաքման ՀԴՄ հաշվի, պատվերի ընդհանուր վճար, եկամուտ։ Հետո Ոնց է քարտով։ Բայց ինչ ուշացում է։ բայց ինքն էլ ասեց որ չեք ուշացրել։ Բայց ինքս էս չեք ուշացրել, բայց ես 13 վայրկյան եմ ուշացրել։ Ճանապարհին ես կանգնեցի խանութի առջև, քանի որ ծառավ մեռնում եմ, իսկ ինձ ինչա պետք հագենելու համար օգտակար է։ Գնացինք։ Այ հիմա մի հատ կհագենանք, նոր կշարունակենք։ Իսկ դու մեկտեղանությունների բաժնում գրիր արդյոք փորձել ես օգտակարը ու որ համն ես ամենաշատը սիրում։ Մինչև շարունակելը։ Հայ։ Արա ես ինչ ծառավ է ես։ Լավ, ժամանակ չկա, պետք է շտապել։ Հու։ Պատվեր։ Գնացինք մերի ջան։ Լույս չկա։ Ստեղա։ Չէ, անցել ենք։ Թացմազերով գոնե ես հով կզգամ էլի ինձ։ Ուրեմն ես այսպիսի live hack ունեմ, որ շատ շոկ է, սենց բաներ եմ անում, որովհետև ինձ մեծ հաշվով մեկ է, ինչ տեսք ունեմ, կարևորը հով լինի։ Բարև ձեզ, 5650 դրամ։ 3-4 րոպե կարանք նստենք։ Հա։ Էս ինչ լավ ենք։ Դստակ հենց լավ չմա քավորա։ Ես ինչ ուզում ես արա այս կյանքում։ Դες չեն նկարում ինձ, գտակ։ Ես դեպի տան։ Անդանա։ Ցտեսություն, մերսի, ձեզ էլ։ Օրո։ Վրա երթի է ենթարկում այս մարդուն, բայց լավ բրծանք։ Գնացինք։ Հելեն երթվում եմ։ Ոնց ես։ Ինչքան փող ես աշխատել։ Լիքը, ես 5000 աշխատել եմ։ 5000 թեավճար։ Ու 5000 թեավճար են տվել մերին։ Ինձ 2000։ Խափել եմ։ Խափում ես։ Ասել եմ 5000 աշխատել եմ։ Լավ է, սարից կտամ այդ 5000-ը։ Դե արի մի հատ տեսնեմ քեզ, արի։ Եկեք։ Մենք վրազ ենք, պատվեր ունենք։ Մենք էլ ենք շտապում, բայց ես ուզում եի մի հատ քեզ գրկե, մի հատ իրար ուշ փոխանցենք, որ լավ անեինք այս առաքումը։ Ֆրացեք դեք դուք ջենտլմեն տղեկ երկուս, ֆրացեք այս կողմ։ Արա ուզենենք չենք կարասեն։ Կազմակերպենք սենց չենք հանդիպի, երթվում եմ։
Ոնց ես։ Լավ, Ոնց է հասնում։ Լուրջ որ պլանավորենք սենց չենք անում։ 100%։ Ոնց է, կոմոդ ոնց է գործից գործը։ 2000 դրամ եմ հələ որ թեավճար ստացվում։ Ես 5 եմ, մի քիչ եմ ավել։ Դե դու աղջիկ ես, տեսնում ես սիրուն աղջիկ է, Այո։ ասում են թեավճար տան։ Այո, իսկ քոնը ոչ կան ասեն սիրուն տղա է, ոչ կան ասեն հայտնի տղա է։ Ես նույնիսկ հասցրել եմ կանգնեմ խանութից օգտակարով առնեմ։ Առաջի անգամ ես խմելու։ Ես քո համար կբացեմ։ Եվ ոնց է։ Անկեղծ շատ եմ ով, ուզում եի ասեի հո շատ քաղցր չի, ես քաղցր չեմ խմում, ու շատ քաղցր չի։ Հա։ Հա, անկեղծ ապրեք։ Իսկ գործից գործի ֆորմատը հավանում ես։ Ընտիր է ուղակի, շատ հավես է անցնում։ Вообще չէ։ Երթը Բարդ է, կարա հավես շատ բարդ է, բայց հավես Հասկանում է։ ես, ամեն անգամ այս բարդությունների միջով ենք Այո, անցնում։ դու լեգենդ ես։ Լավ, արի գնանք շարունակենք։ Գնա։ Ոչ ես ուշացնեմ, ոչ դու Գնա։ ուշացնես։ Всё, ուրախ է։ Արա պլանավորենք սենց չենք տենա իրար, Այո։ լուրջ։ Շարունակում ենք։ Տեսնենք թե ինչա մեզ սպասվում է այս անգամ։ Հիմա պետք է գնանք պատրես հասցնեմ, անկապ կանգնեմ։ Արա ճիշտ է։ Հոգնել ես։ Կոքլեք։ Լավ, մեր խարդախություն անենք։ Ոչ, ես խարդախություններ։ Ես ասենք դեմքիցդ մենակ հասկացա արդեն իսկ արի Ես թողենք խարդախություն- Չէ, ես կանեմ խարդախություն, լավ։ Ինչ խարդախություն։ Արի ես խարդախություն անեմ։ Արի սկուտերը թող այստեղ, մենք տաքսով էլի գնանք։ Ինձ խղճա։ Տաքսով առաքիչ։ Ես ավելի շատ է ծախսում, քան թե աշխատում։ Հանուն քեզ։ Հանուն ինձ։ Արի գնանք էլի։ Եթե հանուն քեզ։ Մենակ հանուն ինձ։ Okay։ Հանուն քեզ։ Հա, ես նենց գնահատում եմ, որ դու մտածում ես իմ Բա հետո հետ ոնց ենք գալու ուրիշ։ հետ կգանք ու մյուս տաքսիով։ Կասես հասցե։ Բաղրամյան 21, դրոպ 23։ Կանչեցի, նորմալ հասնենք մեր վերերին։ Դե գնացինք։ Հանուն քեզ։ Հանուն ինձ, դուք շատ բարի եք մերի։ Ուրա տաքսին գալու։ Այնտեղ է տաքսի։ Մոտիկա։ Գալիս է։ Մոտիկա գալու։ Մոտիկա գալու։ Ուզում եմ պրոբկա լինի, երկար լինի, ճանապարհին քնեմ։ Ուզում ես պրոբկա ստեղծեմ քեզ համար։ Մերսի քեզ շատ։ Օգնում ես, որ ես ինձ վատ չզգամ։ Խնդրեմ, միշտ պատրաստ եմ։ Դու շատ լավ ընկեր ես, դու անչափ լավ ընկեր ես։ Միշտ պատրաստ։ Միշտ պատրաստ ընկեր ես դու։ Դու ընկերների ընկերն ես։ Ապրես։ Դու ընկեր չես, դու ընկերներ ես։ Ցույց է տալիս 12 րոպե։ Հասանք, ես այստեղ եմ։ Ոյ, մի հատ է կողովանանք։ Ասեմ թիվը 2 6 8 9։ Շնորհակալություն։ Երրորդ պատվերն է։ Այստեղ սեղմում ենք վերցրել եմ եւ Նալբանդյան փողոց երրորդ հարկ։ Բախտս բերեց, հենց տեղա։ Կարելի է ոտով գնել, դաժե փողոց հանցնում եմ դիմացի մայտնա։ Այս միակ դեպքն է, որ դու ծանր վեշ կվերցնես։ Ոնց իմանանք ուր ենք գնում։ 21, 23։ 23։ Հասկացա։ Հասկացել ես։ Ուրիշ տուն է։ Գրածը հանկարծ չտանեք պատվերը։ Ես արդեն վերջին հասցեի առջև եմ գտնվում։ Բայց գումեք, չէ, ես ինչ-որ շատ լուրջ եմ տրամադրված, որ շատ լուրջ եմ անում այս ամեն ինչը։ Ֆորս 5 բերխի երրորդ հարկ չկա, բայց ուրախ ինչ կա երրորդ հարկ։ Կներեք երրորդ հարկ ոնց ենք բարձրանում։ Ծերի լիֆտով։ Բարև ձեզ, ձեր առաքումը տեղում է։ Մետրոյի դիմաց։ Ասած ես մետրոյի դիմացն եմ, դիմացի մայթը չէ, հենց մետրոյի դիմաց։ 6150 դրամ պիտի տան։ Հիմա եթե 6200 տան 50 պիտի տանք։ Եթե 300 տան 100 պիտի տանք։ Ես կզբաղվեմ։ Ես զարմանում եմ առաքիչների վրա ոնց են ձգում օրը այսքան պատվեր։ Ինձ հետաքրքիր է միջին թիվը որն է, որ Երևանում կարողանում են առաքիչները անել։ Սա երրորդ պատվերն է ու ես արդեն հոգնած եմ, արդեն վրաս հալ չկա։ Գնացինք, եկեք։ Դուք եք պատվերը արել։ Պատվերը դուք եք արել։ Դուք եք պատվերը կատարել, հա։ Ձեզ Բարև տղեկ ջան։ Ուշացավ ձեր պատվերը։ Մենք պատրաստ ենք Այս ինչքան եք տալիս։ 6000-ը հավես։ Կարամ նույնիսկ 200 դրամ ապրել։ Չէ, մի տվեք։ Զուտ տվեք։ Այսօր չի ոյ չունենք։ 16 տարեկան է։ Դե լավ տվեք 200 ապրել։ Չի ոյ, սխալ ձև ենք չի ոյ աշխատում։ Այսօր ուղղակի ոչ մեկ չի ոյ չի թողել։ Ապրեք։ Շնորհակալ եմ։ Մերսի շատ տղեկ ջան, Իմ աշխատանքային օրը ավարտվեց, առաջարկում եմ մի հատ ամփոփենք օրը ինչ կատարվեց ընդհանրապես։ Նպատակներ աշխատել ամենաշատ գումարը։ Չի բայց ես կարողին ասել եմ ուրիշ 5000 դրամ չէ։ 200 ունեմ։ 5200 չի ոյ։ Հուսով եմ այս վիդեոն վայելել եք սկզբից մինչև վերջ ու իսկապես ես նույնպես վայելել եմ այս ողջ ընթացքը։ Գիտեք քանիսից եմ շոկի։ Դուք հասկանում եք
արգելվում է այսօր դուրս գալ ցերեկոյան դուրս։ Մեր շնորհակալություն քեզ, որ ինձ հրավիրեցիր քո հաղորդմանը։ Իսկ դու հենց հիմա բաժանորդագրվիր Zoot Lab-ի YouTube-յան ալիքին, քանի որ այս ալիքում իսկապես կտեսնես այնպիսի կոնտենտ, ինչը Հայաստանում պակասում է։ Միացիր ալիքին, որ բաց չթողնես հետագա ավելի հետաքրքիր հաղորդումները։ Շնորհակալություն, որ դիտեցիր մինչև այստեղ։ Գնացի։ Ես վերջացրի, հոգնել եմ։ Ու կասեք մեր ջան, 1-2 պատվեր ես արել։ Ինչն ես հոգնել։ Դուք գիտեք, որ այսօր շատ շոկ էր։ Չի թույլատրվում տանից դուրս գալ, հասկանում եք այդ արևին։ Այնքան օքեյ չէի այդ արևի հետ, որ ես իմացա, որ կարուն ավելի շատ պատվերներ արել եւ ավելի շատ գումար է, չէ՞, ոնց որ աշխատել։ Ես այսքան, ինքը այսքան։ Նեղվեցի, որովհետև ես հաղթում եմ կյանքում, բայց թող գործից գործում հաղթի Կարոն, իսկ կյանքում ես։ Շնորհակալություն ուսամ հավանեցիք։ Այսօրվա էպիզոդը գրեք, եթե ով կուզեք, չգիտեմ, մյուս թողարկման հյուրը լինի, մենք շատ հավես բաներ ենք մտածել եւ նաեւ գրեք մասնագիտություններ, որովհետեւ սրանք լինելու են շատ հազվադեպ, իսկ իմ մշտական գործից գործը դեռ շարունակվում են։ Այսօր գրեք մասնագիտություններ, ձեզ համբուրում եմ, մեկ էլ որպես support կգրեք մերի, դու մեր հաղթանակն ես, կարիք չկար, որ դու հաղթեիր։ Շնորհակալություն, գնացի։ Չնայած չունեմ ես աշխատանք